Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը առերևույթ խոսել է խաղաղությունից, բայց շարունակել լրիվ հակառակ կերպ, հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, եթե դպրոցական երեխան աշակերտը Ադրբեջանում, որը հայատյացությամբ է ուսուցանվում իրենց այդ դասագրքերով, արդյոք նա կարող է հաշտ, համերաշխ, այսպես վերաբերմունք դրսևորել տարիներ անց, երբ որ նա կդառնա հասուն մարդ, առավել ևս այն պարագային, երբ որ այդ երեխաներից շատերը կզբաղեցնեն պետական պաշտոններ Ադրբեջանում եւ իրականացնեն պետական քաղաքականություն հանդեպ Հայաստանի, հանդեպ հայ ժողովրդի, ազգությամբ հայերի։ Արդյոք նրանք կլինեն խաղաղասեր, անշուշտ ոչ։ Այն, որից դուր է հավատնծայել, թե Ադրբեջանը տրամադրված է խաղաղության, Հասան Ջալալյանը հիմնավորում է նաև փաստաթղթային ձևակերպմամբ։ Ռասայական խտրականության վերաբերյալ եվրոպական կառույցների 2022-ից 23 թվականներին հրապարակած հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը պետական մակարդակով, լրատվության միջոցներով, դպրոցական դասագրքերով։ Բացարձակապես հավատ չպետք է ընծայել։ Ես ասեմ, որ իմ խոսքը հիմնված է փաստերի վրա։ Տեսեք, ադրբեջան-արցախյան կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ ասեմ, ադրբեջանական կողմը, սա այդ կոնֆլիկտի ծագումից մինչև մեր օրերը 14 փաստաթուղթ է ստորագրվել այդ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, բոլոր փաստաթղթերում նշվել է, որ այլևս կարգավորվում է խաղաղություն պիտի լինի եւ այլ եւ այլ։ Բոլոր փաստաթղթերում խախտել է Ադրբեջանը կողտորել։